անդրադառնում, բայց մինչև ձեր խոսքը կսկսենք, ասացիք ուզում եք մի տեսանյութ ցուցադրենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մեղրիում։ Հարցը ինչ եղել, թե Մեղրին տալու են, թե չեն տալու։ Հարցը եղել, թե ով է տալու, երբ է տալու, և ինչ պայմաններով է տալու։ Եվ որ ասում են խաղաղության խաչմերուկ, Մեղրին է խաղաղության խաչմերուկի սիրտն է, Մեղրին է խաղաղության խաչմերուկի հոգին է։ Ուղիղ տեքստով մեղրեցիներին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մեղրին տալու են հանուն խաղաղության խաչմերուկի։ Եվ Նիկոլ Փաշինյանը մարդկային լեզվով իրենք հպարտանում են ասել, որ իրենք գրագետ հայերեն են խոսում, գրագետ հայերենով հայտարարեց, որ հարցը ինչի Մեղրին տալու են, թե չեն տալու, հարցը նա թե երբ են տալու, ով է տալու, պատկերացնում եք, եւ ասում է հանուն խաղաղության խաչմերուկին Մեղրին տալու ենք։ Այսինքն եթե մեղրեցի, որ դու այնտեղ ծափահարում ես, Մեղրին տալու է Թուրքին։ Եվ ինքը հայտարարում է ուղղակի։ Ես հարցնում եմ մեղրեցու, ասում եմ, լսի, դու այդ ծափ տվողների մեջ ես, ասում եմ, չէ, ես կողքը կանգնած եմ, ասում եմ, գիտես Նիկոլը այդ ձեր բանը ասի, ասում եմ, այդ ձեր բան չի ասի։ Ուղարկում եմ իրան կադրը նայում է։ Կարծես բան լինի, հասկանում ես, ինչ որ մի պատկերի մեջ այդ մարդիկ բթացած լինեն։ Նայում ասում եմ, բայց դες բանը ասի, ասում եմ, լսի, իրենց գցած բանն տեսահոլովակն է։ Արա ասում եմ, հայ, լի ասեց, բայց այդ ձև չասի, ասես խաչմերուկ է լինելու։ Ասեմ, բայց տալու հաշվին է, չէ լինելու խաչմերուկը։ Հանուն խաղաղության Ալիևը պահանջներ է դրել, չէ, որից մեկը Սյունիքն է, անկախության հռչակագրի վերացումն է, սահմանադրական փոփոխությունը եւ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ միայն Մեղրին է տալու, այլ ինչպես Արցախում հայտարարեց միտք, որից հետո Արցախը տվեց, նույն միտքը հայտարարեց նաեւ Սյունիքում։ Խնդրում եմ, երկրորդ կադրը ցույց տվեք, թող ժողովուրդը նայի։ Դա դավաճան կապիտուլյանտը ինչ է ասել։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, որովհետեւ Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Տեսեք, Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Հայտարարեց ինքը։ Արցախը հայտարարեց Սյունիքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Հասկանում եք, նույն բառերով, նույն միտքը։ Արցախ այսօր չունենք։ Սյունիքը այսօր պահանջատիրության, Արևմտյան Ադրբեջանի պահանջատիրության մեջ է։ Ինչ է լինելու Սյունիքի հետ։ Այսինքն Նիկոլը հայտարարեց, որ Սյունիքը տալու է։ Եվ ավելին, երբ լրագրողը հարցնում է, դուք ասել եք, որ հողերը ճիշտ եք արել տվել եք, այնտեղ ոչ մեկը ոչ մի բան չէր կառուցում, ասում է, հա, մտածում է ինչ պատասխանի բան, ասում է, աներկբա է, աներկբա բառը նշանակում է առանց որևէ մտքի, այսինքն անիմաստ։ Աներկբա է, որ եղել է Ադրբեջանի մաս։ Եվ աներկբա է իմ ասածների ճշմարտություն են։ Հասկանում եք։ Այսինքն ինչն են ճշմարտությունը, եկեք քննարկենք։ Հայտարարում է, որ այդ հողերում մենք ոչ մի դպրոց չենք կառուցել, ոչ մի գործարան չենք կառուցել, ոչ մի բան չենք կառուցել։ Հասկանում եք։ Ես միայն թվեմ, ազատագրված տարածքներում ստախոս, ամփոխահաճ սրիկա Նիկոլ Փաշինյան։ Ազատագրված տարածքներում կառուցված է եղել 28 հեկ, որն Ադրբեջանը 1000 մեգավատ հզորություն է ունեցել։ Համացան համար, որպեսզի ժողովուրդը հասկանա, Հայաստանի Հանրապետության ամբողջ հզորությունը ատոմակայանի եւ հեկերի հետ միասին 3000 մեգավատ է։
Այդ հզորություն է եղել, որից 28-ը 47 հեկ է եղել, որից 28-ը եղել է այդ ազդագրված տարածքներում։ Ասում եմ, ոչ մի դպրոց չեն կառուցել, ստում է, սրիկա, 20 դպրոց է եղել Կովսականում, Քարվաճառում, Լաչինում և Զանգելանում։ 20 դպրոց, 10 մանկապարտեզ, որոնք բոլորը կառուցվել են 30 տարիների ընթացքում։ 15,000 հեկտար ծորենի արտ է եղել։ Քանի որ իմ մարտական ընկերներից շատերը այնտեղ եղել են համայնքի ղեկավարներ, ես զանգեցի երկուսին։ Ասի լսեք, այդ հատվածներում որևէ մի գեներալ ծորենի արտ ունեցել է, իրենք արդեն լսել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ ասին այդ շիզոֆրենիկը, որ հայտարարել է, ուրեմն այդ շիզոֆրենիկին Պարին Հովհաննիսյան, խնդրում եմ ասեք, որ Ջեբրայիլում ծորենի արտեր ունեցել է Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի կալանավորված նախագահը, ծորենի արտեր է ունեցել։ Մնացած բոլոր ծորենի արտերը եղել են համայնքի բնակիչների սեփականությունը։ Ոչ մի գեներալ սպա ծորենի արտ չի ունեցել այդ հատվածում։ Ասում եմ, միայն այդ հատվածում ծորենի արտ ունեցել է Արայիկ Հարությունյանը Ջեբրայիլում։ Ես զանգեցի Հադրութի իմ ընկերոջը, որ եղել է համայնքի ղեկավարի տեղակալ, ներեցեք։ Ասի այդ հատվածներում որևէ մի գեներալ սեփականություն ունեցել, ասել է, հա, Մանվել Գրիգորյանը տուն ուներ։ Ասի արտ ունեցել, ասում է չէ։ Խաղողի այգի ունեցել, ասում է չէ։ Սեփական տուն է ունեցել, այդ շտաբը, որտեղ բրիգադի շտաբը եղել է, դրա կողքին սեփական տուն է ունեցել Մանվել Գրիգորյանը, որը մինչև վերջ իր տուններ խաչքարով ամեն ինչով դրված զոհերի հիշատակին։ Ասի բա այդ Նիկոլ Դավաճան, այդ կապիտուլյանտը ինչի է հայտարարում այդ բան, դե ասում է ինչ բերանը գալիս է խոսում էր, ասում, բա լավ, հայ ժողովուրդ, միթե դու չես վիրավորվում, որ նա նման հայտարարություններ անում։ Մենակ Զանգելանում մենք ունեցել ենք հիանալի կառուցված նորակառույց դպրոց, 2 մանկապարտեզ։ Նիկոլ Փաշյան, ինչ ես հայտարարում, որ դպրոց եւ մանկապարտեզ չի կառուցվել։ Դեռ ավելին։ Այս ստախոս ոչնչությունը, օրինակի համար գյուղի բնակիչի հետ բան անում, խոսում է, որը դժգոհում է Նիկոլ Փաշյանի քաղաքականից, ասում է 300 դպրոց են կառուցել, 300-ներ պետք է կառուցենք։ Ասեմ, որ 18 թվականին իր ծրագրում կար 300 դպրոց կառուցելը։ Կառուցել է 16 դպրոց, վերանորոգել է 44 դպրոց։ 16 դպրոց է կառուցել, 44 դպրոց է վերանորոգել։ 8 տարվա ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանը 10 տարվա ընթացքում 56 դպրոց է կառուցել։ Հարյուրները վերանորոգվել է։ Սերժ Սարգսյանը 40 քանի դպրոց է կառուցել, հարյուրները վերանորոգվել են, չկար դպրոց, որ ամեն տարի չվերանորոգվեր այն ժամանակվա ծրագրով։ Հասկանում եք այս ստախոսը։ Ընդ որում կանգնած նկարահանման առաջ ստում է։ Ինքը գիտի, որ գյուղացին այդ թվերին չի տիրապետում։ Ես ասում եմ, սիրելի գյուղացի, Նիկոլը քեզ խաբեց, 300 դպրոց չի կառուցել եւ 300 դպրոց չի կառուցելու։ Ընդհակառակ Նիկոլը 231, 228 տարբեր թվեր են հնչում կրթության զարգացման հասարակական կազմակերպությունից, այդքան դպրոց փակում է։ Ընդ որում դրանցից 180-ը գյուղերի միակ դպրոցն է, սահմանամերձ գյուղերի միակ, այսինքն 180 գյուղ, ինքը փակում է Համոսարյան տված գյուղը, դպրոցը։ Հասկանում եք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նախճիվանի սահմանի վրա փակել է Ուրուտի ներեցեք, փակել է Արևիկի դպրոցը, Թասիկի դպրոցը, փակել է Հացավանի դպրոցը, փակել է Սալվարդի դպրոցը, միայն Սիսիանի շրջանում։ Սյունիքում 58 դպրոց է փակելու, գնացել Սյունիքում հպարտանում է, որ 300 դպրոց է բացել։ Դուք պատկերացնում եք,
Ստախոսությունը ինչ աստիճանի է հասել։ Ստախոսությունը ինչ աստիճանի է հասել։ Երեք ես Էրեբունիում եմ ապրում, Էրեբունու բնակիչ եմ, եւ երեք Նիկոլ Փաշինյանը ոչ բարով խերով պետք է գար Էրեբունի։ Առավոտ ժամը 10-ից ոստիկանները լցվեցին Էրեբունի։ Դե տղաներին ես ծառայությունն են կատարում, իրենց հրաման է տրված, շատ կոռեկտ, շատ հանգիստ, մարդկանց նկատմամբ հարգալից, ես ծառայությունը կատարում եմ, ընդ որում ես ոտքով պատտվել եմ։ ԱԱՑ-ն հարյուրավոր ԱԱՑ-ի աշխատակիցներ պետական անվտանգությունը թողած ընկած են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի հետևից։ Հարյուրավոր պետական պաշտոնյաներ իրենց մեքենաներով Քաղաքապետարանի աշխատանքիցներն եկել են, այս բանը վերցրեք ստեից, այդ մրգի արկղերը վերցրեք, մաքրեք, Նիկոլը գալիս է, Նիկոլը գալիս է, եւ տեսա, որ տարիքով մեծ մարդկանց թևից բռնած բերել են նիկոլականներ, որպեսզի Նիկոլին գովեն։ Միտեղ 10 հոգի էին հավաքված, 30 հոգի հավաքված էին, 10 հոգի քաղաքայի բնակիչներն ում բերել են տարիքով, ընդ որում տարիքով բնակիչներ, մնացածը երիտասարդ բնակիչներ էին։ Եվ Նիկոլը պետք է գա։ Նիկոլը եկավ Էրեբունիում պատտվեց։ Ընդհանրապես արհամարանքի եւ վիրավորանքների արժանացավ։ Մարդիկ չէին վիրավորում, ձերան հենց որ ասում էր հետևից թքում էին։ Հետևից թքում էին, ընդհանրապես չէին ուզում իրենց ձեռից բան վերցնեն։ Չէին ուզում իրենց ձեռից բան վերցնեն։ Եվ Նիկոլը Արցախի փողոցը անցնելուց կիսատ թողած, վիրավորված, զայրացած, որ չեն կարողացել պատրաստել, հետ է գնում եւ թողնում է Արսեն Թորոսյանի եւ Ավինյանին, որպեսզի քարոզարշավը իբր թե իրականացնի։ Ես ուզում եմ անդրադառնալ նաեւ հանճարեղ ստախոս, մանիպուլյատոր, սատանիստ, հակաեկեղեցական, թուրքական ապրանք Արսեն Թորոսյանին։ Բնակիչն ասում է դուք 300,000 թուրք եք բերում, ասում է սուտ է, այդպիսի բան չկա։ Ընդ որում ես այսօր կարդացի նաև վերլուծություն, թե ով է տարածում 300,000 փաստերի ստուգման հարթակը, եթե չեմ սխալվում, Դանիել Լեոնիսյանն է, չէ՞։ Փաստերի ստուգման հարթակը գրել էր, որ այդ 300,000 թուրքերի գալը քաղաքական չի ասում, որ այդպիսի բան չկա, քաղաքական շահարկման առարկա է դարձել։ Ես ուզում եմ ասեմ, ով է այդ մասին խոսել։ Տեսեք, գնում եք բնակչին ասում եմ, այդ սուտը 300,000 ադրբեջանցի չի գալու, դա ընդդիմադիրներն են տարածում, որպեսզի դուք վախենաք։ Ես ուզում եմ հիշեցնել Արսեն Թորոսյանին։ Գարդասիլ են ասում, չեմ անում ինչ են ասում դրան, բայց դա կարևոր չի, հիմա ասեմ քեզ։ Այդ նույն բառերը դու ասում ես Զանգեզուրի Միջանցքի համար։ Այդ նույն բառերն ասում էիր 4 գյուղերի համար, Տաուշի մարզի 4 գյուղերի համար։ Ասում եք այդպիսի բան չկա, 5-րդ շարասյունը, այսպես Ադրբեջանը պահանջեց եւ եղավ։ Արսեն Թորոսյան, եթե չկա այդպիսի բան, ինչու քո վարչապետը չի ասում, որ Ալիևը 26 անգամ տարբեր միջազգային կառույցներում, լրագրողների առաջ, Արևմտյան Ադրբեջանի համայնքի առաջ հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն իրենց գյուղերը ապրելու համար։ Եվ Հայաստանը հռչակել է Արևմտյան Ադրբեջան եւ Ադրբեջանի պատմական հայրենիք։ Ինչու չեք պատասխանում։ Ինչու չեք պատասխանում։ Ստում ես, որ չի քննարկվել։ Քննարկվել է, սակայն դա պետք է արվի Նիկոլը ընտրվելուց հետո։ Եվ ոչ միայն 300,000 ադրբեջանցի կար, այն հայրենասեր կնոջը, ով Արսեն Թորոսյանին երեսին շփպացեց ճշմարտություն, որովհետև շատերը իշխանություն անուն լսելուց վախենում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը անբռնած ոսիկ բոլորին կալանավորում է, վախենում են, բայց ասես 300,000 ադրբեջանցիներ եք բերելու։ Ասեմ ձեզ, տիկին, լսեք Ալիևի հայտարարությունները բոլոր մակարդակներում։ Արսեն Թորոսյան մայիսի 8-ին Արևմտյան Ադրբեջանի գիտնականները, մշակույթի գործիչները հավաքվել են եւ հայտարարել են, թե Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն պետք է դառնա ադրբեջաներենը նաեւ։ Ինչու չեք պատասխանում։ Եթե նման բան չկա օրակարգում, ինչու չեք պատասխանում։ Ինչու Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասում, ոչ մի ադրբեջանցի չի գալու այստեղ ապրի մինչև
570,000 հայ չվերադառնա իր պատմական հայրենիքը։ Արցախ, Գանձակ, Բաքուրակերտ։ Ինչու՞ չեք կանգնում հայտարարում։ Ասում եք ընդդիմադիրներ են ասում, ես ընդդիմադիր չեմ, ես հայ եմ, զինվորական, ես հայտարարում եմ, որ 26 անգամ հայտարարել է Ալիևը, իմ Facebook-յան էջում, Instagram-ում դրված է Ալիևի հայտարարությունից 5-ը, բացեք ու նայեք։ Ինչու՞ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի կետերը, որտեղ նշված է, որ Սյունիքը պետք է լինի համատեղ օգտագործման եւ պետք է համարվի հայ-ադրբեջանական հայրենիք, այսինքն կուլ են տալու Սյունիքը։ Ինչու՞ չեք հայտարարում, որ Ալիևը պահանջել է Սյունիքի բնական հարստությունների 50%-ը։ Ինչու՞ չեք հայտարարում։ Ինչու՞ չեք հայտարարում, որ Սյունիքի օդը ձրի տվել եք թուրքերին։ Ինչու՞ չեք հայտարարում, որ Նիկոլ Փաշինյան դավաճանաբար սահմանադրական կարգի տապալմամբ Արաքս գետը տվել է թուրքերին, Թուրքիային։ Ինչու՞ չեք հայտարարում։ Ինչու եք հայտարարում, որ խաղաղության պայմանագրի մեջ կա կետ, որտեղ Ադրբեջանի բնակավայրի անվտանգությունը պետք է պահպանի ադրբեջանական գվարդիան։ Ինչու՞ չեք հայտարարում։ Մարդկանց գնում եք խաբում եք, օրինակ եթե Արսեն Թորոսյան դու այդ բանը ինձ ասեիր, ես կասեի Ալիևի հայտարարությունը հերթականությամբ եւ խաղաղության կետերը։ Իսկ երբ քաղաքացիները հակադարձում են, իրանք մնատ են անում, Նիկոլ Փաշինյանը խոժոր հայացքով նայում է խորհրդավորի թիկնապաններին, որ դրա հարցերը լուծեք, ԱԱԾ-ի աշխատանքների նշան է անում եւ մարդիկ խուսափում են անգամ, բայց այնքան է զզվեցրել Նիկոլը, որ մարդիկ արդեն թքում են երեսին, 65-ից բարձր 80 տարեկան պառավների եք հավաքում, որ Նիկոլին գովեն։ Պառավների ստեղծել են 300 հոգուց բաղկացած շրջիկ կարկես, բոլորը պետական որևէ ոլորտում աշխատողների։ Դանիել Յունանոսյան, ինչու չես հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը չարամտորեն հանցագործությամբ իշխանական լծակները օգտագործում եւ իշխանական ռեսուրսները օգտագործում քարոզարշավի ժամանակ, ինչու չես հայտարարում։ Օրինակ ինչու չես հայտարարում, որ Կապանի միտինգի ժամանակ ճնշումներով, ստիպելով, ցուցակագրելով մարդ են բերել, որպեսզի հրապարակը լցնեն։ Ես Կապանի հրապարակում տասնյակ անդամներ մայիսի 9-ին հաղթական շքերթներ եմ անցկացրել։ Որպես հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատարի տեղակալ եւ կորպուսի հրամանատարի տեղակալ։ Կապանի հրապարակում երբ մեկ գումարտակ էր կանգնում եւ դիտորդներ էին կանգնում, տեղ չէր լինում։ Այդ մեկ գումարտակը 300 մարդ է։ Մի 1000 դիտորդ էր գալիս, վետերաններ եւ տարբեր մարդիկ, էլ տեղ չէր լինում։ Այսինքն Կապանի հրապարակը 2000 մարդ է տեղավորում։ Եվ եթե դրան էլ գումարած, որ մարզպետարանի դիմաց առանձնացրել էին, որպեսզի Նիկոլի անվտանգության համար առանձնացրել էին, ապա 2000 մարդ այդ բաներով հազիվ, ամեն երեկո Կապանի հենց հրապարակում 2000 մարդ է տեղավորում։ Ասեմ, Կապանը սովետական միության ժամանակ մի 40,000 բնակիչ ուներ, հիմա մի 35,000 բնակիչ ունի։ Եթե 35,000 բնակիչ ունեցող քաղաքում 35,000 բնակիչ ունի, 3000 մարդ, 2-3000 մարդ է, եթե չեմ սխալվում, Դանիել Յունանոսյանը ասել է, որ Կապանի հրապարակում 2000 մարդ է, չէ հավաքված։ Հա։ Եթե 2000 մարդ է հավաքվում 35,000-անոց քաղաքում, ինչ լավ ընդունելության մասին է խոսքը։ Ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը գալիս էին Կապան, ինչ 3000։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս։ Հետո մարդկանց խաբեցին։ Սուտ եվրոպական քարոզչության մարդկանց խաբեցին, այդ մարդկանց հայրենիք կերտած հերոսներից դավաճանի կերպար ստեղծեցին։ Եվ հիմա գիտեք ինչն է հետաքրքիր, որ հայրենիքը հանձնած մեկը ինձ ասում է դու դավաճան ես, ասեմ ինչով եմ դավաճան։ Ասում է որ Նիկոլ չես պաշտպանում, ասեմ դա դավաճանություն չի, դա դավաճանների դեմ պայքար է։ Մեկը կանգնել է փողոցում, որ գոռա Նիկոլ վարչապետ, ինչի համար։ Ես ապշել էի։
Հետո հասկացա, որ տղուն պաշտոն են տվել։ Տղեն արդեն շքեղ էլեկտրոմոբիլով է ման գալիս։ Պաշտոն են տվել։ Օգտվում է քպեական թալանից։ Հասկանում ես, եւ համառորեն չեն ուզում հավատալ դրան։ Կապանում բոլոր պետական պաշտոնյաները եւ Քաջարյանի կոմբինատի, Կապանի կոմբինատի բոլոր աշխատողները եղել են հրապարակում։ Քաջարյանի կոմբինատում հազարավոր մարդիկ են աշխատում։ Կապանի կոմբինատում հարյուրավոր մարդիկ։ Հարյուրավոր մարդիկ աշխատում են քաղաքապետարանում, մարզպետարանում եւ հարակից պետական կառույցներում։ Բոլորին բերել էին հրապարակ ցուցակով։ Հրապարակ էին բերվել Սիսիանի, Գորիսի, Մեղրու համայնքի ներկայացուցիչները։ Բոլորին։ Երևանից փողով։ Ես ինչու եմ ասում, որովհետեւ պատահական իմացա, որ իմ երկու շենք վերևից մեկը գնացել է Կապան, մինչև գիշերը երկուսը քեֆենարը միտինգից հետո հետ են եկել, որովհետև իրենց փող եւ խնջույք են խոստացած եղել, ընկերներով հավաքվել գնացել են փող ու խնջույքի համար։ Ահա, ես ուզում եմ թվեր բերեմ։ Սիսիան քաղաքում ապրում է 10,000 մարդ։ Հավաքվել են ընդամենը 300 մարդ։ Գորիսում այսօր ապրում է 12,000 մարդ։ 12,000 մարդ։ Հավաքվել են մոտորապես 500 մարդ։ Պատկերացնում եք, չեմ հաշվում այստեղ, թե քանի հոգին են Նիկոլ Փաշինյանի հետ։ Չեմ հաշվում։ Հաշվում եմ դա։ Բռնագոտում 35 մարդ։ 35 մարդ բռնագոտում, որը Հայաստանի ամենամեծ հայաբնակ գյուղերից մեկն է։ 35 մարդ։ Հասկանում եք, որ բռնագործները ադոնց տված ժողովուրդ են, գիտակից ժողովուրդ են։ Անգիագոտում 150 մարդ էր հավաքվել։ Անգիագոտ 2000-ից ավել բնակիչ ունեցող գյուղ է։ Ինքը գյուղ է, էլի, վարչապետ է եկել, մեծ մասը պարզապես հետաքրքրության համար հավաքվում են, լսեն ինչ է ասում, որովհետև գյուղում շատ զբաղվելու բան չկա։ Բլոտն է, անասունն են, այգիներն են։ Հիմա էլ այգիները վերջացրել են արդեն, կարտոֆիլը ցանված է, նես մեծ գործ չկա, գալիս է տոնական հագնում են, դուրս են գալիս, առիթ է գյուղամեջ դուրս գալու համար։ Ագայակում ընդամենը 100 մարդ է հավաքվել։ Այդ ինչ որ իրանք ցույց են տալիս ֆոտոշոպերով, մարդ լցելով, բանով, դա սա սուտ է։ Իրենք ուզում են տպավորություն ստեղծել, որ Նիկոլը ժողովրդականություն է վայելում։ Ես ասում եմ, ժողովուրդ, 3 Էրեբունիում կիսատ է թողել, արձակուրդում գտնվող բանը կատաղած փախել է։ Եվ մասսայաբար մերժել են իրեն։ Մասսայաբար։ Անգամ երեխաները այդ ընտրակաշառք շոկոլադի ձևով որ սարքել են, Grand Candy-ն է սարքել։ Թխվածքաբլիթի նման սարքել են Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Նիկոլն ուզում է ցույց տալ, ես Արցախը կերա, անցնում եմ Հայաստան ուտելուն։ Եվ Հայաստանի քարտեզը թխվածքաբլիթի տալիս է երիտասարդին, անգամ դա չեն ընդունել Նիկոլից։ Ես չգիտեմ, դա ճիշտ է թե ճիշտ չէ, անգամ ձեռքը չեն սեղմել։ Եվ ինքը շատ խիստ վիրավորված թողե ու հեռացել է։ Շարունակեմ, Մեղրիում 300 մարդ է հավաքվել։ Մեղրու հրապարակում 300 մարդ է հավաքվել, Մեղրու ընդ որում 3 պետական կառույցների շնորհիվ։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ մեղրեցի մի հատ կնոջ, որ ասում է Նիկոլ Փաշինյանը Մեղրու բժշկական կենտրոնն է կառուցել։ Սատում ես։ Մեղրու ագրարակ ճանապարհի այդ Մեղրու ներքևի բժշկական կենտրոնը կառուցել է Սերժ Սարգսյանի օրոք։ Նախկին իշխանությունների օրոք է կառուցվել։ Ինչու է սատում տիկին։ Չէ՞ ուզում եմ ապշում եմ էլի։ Մարդկային ցինիզմ ինչքան պետք է լինի։ Ես բազմաթիվ անգամ եղել եմ այդ բժշկական կենտրոնում նորակառույց։ Որտեղ օպերացիայի համար բժշկական օգնության համար Պարսկաստանից գալիս էին, հարակից գյուղերից գալիս էին, եւ ընդ որում Հայաստանի կառավարության ներքին հրանք կար, որ
Պարսկաստանից եկած բոլոր բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցույցաբերեն։ Գալիս էին այդտեղ բուժվելու։ Անգամ ծնդաբերելու համար էին գալիս։ Ծնդաբերել ինչու համար դա գիտեմ, որովհետև Ատրպատականի նահանգապետը Սյունիքի մարզպետի հետ միասին քննարկել եւ ընդունել էին որոշում, որը հաստատվել է երկու երկրների կառավարությունների կողմից։ Անգամ ծնդաբերություն էին կազմակերպում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից։ Դու ինչ ես ստում տիկին։ Ես հասկանում եմ, որ Նիկոլականը որակ չպետք է ունենա, գիտակցական որակ չպետք է ունենա։ Ես հասկանում եմ դա, բայց միթե այդ աստիճանին ստոր խափեբա Նիկոլին, այսինքն Նիկոլ ընտրողը պետք է, Նիկոլ հավանողը պետք է Նիկոլի նման ստախոս լինի, էլի։ Նիկոլ, դու ասում ես գեներալները այնտեղ հողեր են ունեցել, ստում ես տականք, ստում ես վիժվածք։ Բեր մի գեներալի անուն, որ այնտեղ հող է ունեցել։ Ես ասում եմ, սեփականություն ունեցել է այդ տարածքներում միայն գեներալ Մանվել Գրիգորյանը իր գրաված գյուղում ունեցել է շտաբին կից, որտեղ ինքը եղել է բրիգադի հրամանատար սեփական տուն, որին Նիկոլ դու սպանեցիր։ Ահա Նիկոլի այս ամենը։ Եվ ընդ որում, ինչպես է Նիկոլը անցկացնում քարոզարշավը։ Երբ Քոչարյանի կողքին 100 մարդ կա, դա Նիկոլի հավաքած 10,000-ից ավել է, որովհետև այդ մարդիկ կամավոր են գալիս, հանուն հայրենիքի են գալիս։ Նիկոլի կողքի հավաքվածների 1000-ը Նիկոլ չի ընտրելու։ Օրինակ ես խոսել եմ Կապանում մի ուսուցչուհու հետ, որը չեմ ասի ով է, բայց որը եղել է այդ դեպքում, ասեմ ինչ ես եղել, ասում դե գիտես տնօրենը մոտիկ ընկերուի է խնդրել է ուղակի, որովհետև իրա վրա կրթության բաժինը տվել է, որ այդքան տնօրեններ ամեն տնօրենի կողքին 5 հոգի պետք է կանգնած լինեն իրենց դպրոցից։ Ասում քանի որ փոքր տեղ է բոլորս իրար դեմքով ճանաչում ենք, իրա խաթր գրածում, բայց ես երկու ձեռքերս կտրեն, ես Նիկոլ չեմ ընտրի։ Ասում գնացինք, կանգնեցինք, եկանք, ասի դու գիտես որ հայտարարեց, ասում բոլորս էլ հասկացանք, միջալուց ասում հանդիսատեսների մեջ բոլորն էլ ասում են, դե Արցախում էլ էր ձև գոռում, Արցախը տվավ, եկեք վեշերներս հավաքենք գնանք արդեն ստեղից։ Հակառակ էֆեկտ է տալիս։ Բայց ուզում եմ մի ուրիշ բանի էլ անդրադառնամ։ Երեք ես կարդացի միտեղ, որտեղ Նիկոլն ասում է Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այսինքն լսեցի իրեն։ Շուշին հայկական չի եղել։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Եվ հայ կա, որը դա կան է։ Հետո երբ Նիկոլականին ասում եմ Ղարաբաղը հայկական եղել, ասում են չէ, ասում երբ է թուրքական պետություն ստեղծվել, ասում են այս ինչ թվական։ Ասում ինչև այդ Ղարաբաղում ով է, ասում են հայեր, բայց հայկական չի եղել։ Հասկանում ես։ Պարզապես ասում Արարատը, որ դու տեսնում, այ հիմա Արարատը տեսնում կանգնած որ տեսնում, Արարատը մերն է թե չէ։ Ասում դե հիմա Ադրբեջանի Թուրքիայի կազմում էլ, ասում հիմա մերն է թե մերը չի։ Ասում դու արտաշատում ես, չէ՞ ապրեմ, ամբողջ կյանքում Արարատ ես տեսել։ Երբ ես զգացել, որ ինքը մերը չի։ Ապուշի նման կանգնում է եւ հաջորդ օրը այդ խոսակցության հաջորդ օրը ասում է դե գնում եմ զբոսայգի Նիկոլը գալու է, հավաքում են այս ծերերին նիկոլական ծերերին 50 հոգու, խոստանում են տարբեր բաներ, գնում են Նիկոլը չի գալիս, բոլորը գլուխները կախ հետ են գալիս, ասում խաբես Նիկոլը քեզ, ասես ձեռը թափ է տալիս ու գնում է։ Իսկ Արսեն Թորոսյանն է գնում այնտեղ, բոլորը գարդասիլ ասելով հեռանում են։ Ահա ԱՄՆ-ը, եւ ասեմ ձեզ, որ Նիկոլը ոչ միայն այս ազգի կործանիչն է, այլև բան, բայց մարդկանց մեջ փորձում են ստեղծել մտայնություն, որ Նիկոլ Փաշինյանի հետևորդները շատ են, հետևորդներ կան, ես ասեմ, իհարկե կան, մի 10% կլինեն Նիկոլ Փաշինյանի հետևորդներ, հիմնականում տարիքով կանայք, որոնք ապրում են իլյուզիաներով, երիտասարդները մասսայաբար բան չեն անում, հայ մինչալոց Նիկոլ Փաշինյան, երբ
երբ Գրիշա Հայրապետովը հանկարծամահ եղավ սրտի կանգով, բոլորս գիտենք, որ եղել է այն վերելակում, որտեղ դու Ալիևի հետ վաճառքի պայմանագիրն ես կնքի Արցախը վաճառելու, իր տեղակալի հետ միասին, քո երկու թիկնապահները ՊՊՑ ծառայել, իրենք երկուսը շատ բան գիտեին, մահացան։ Դա բոլորն էլ հայտնի է, հանելուկային մահ, որը կապված է Նիկոլ Փաշինյանի գաղտնիքների հետ։ Լավ, այդ Կալոշյանը ինչ էր արել, այդ խեղճ տղան, ընդհանրապես թարգմանիչ է եղել, էլի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ բանակցությունների ժամանակ ընդհանրապես թարգմանիչ էր, ինքը ինչի մեքենայի մեջ մահացավ։ Ինչի մահացավ, Նիկոլ Փաշինյան, ինչու սպանեցիր։ Ըստ օդում պատտվող լուրերի ինչու սպանեցիր Նիկոլ Փաշինյան։ Ինչ էր արել այդ մարդը քեզ։ Լավ, Սոնանի երեխայի հետ սպանվեց, հասկացանք։ Ոչ մեկը պատասխան չտվեց, հասկացանք։ Մանվել Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը մահացան, հասկացանք։ Կուտոյանն ու գեներալ Գնդապետը ոստիկանության նախկին պետ ինքնասպան եղան, հասկացանք, որ դա բոլորը քո արածներն են, հասկացանք։ Լավ է, ընդհանրապես թարգմանիչ է եղել։ Այդ ինչ է իմացել, որ ընտրությունների ժամանակ կարող էր բացահայտվել ու դու ասեմ ինչ է եղել։ Իր նեղ շրջապատում զրույցի ժամանակ ասել է, «Էլ չեմ դիմանում, տղերք, դուք չգիտեք ինչ է սպասում այս ժողովրդին»։ Այդ մի արտահայտության համար սպանվել է։ «Էլ չեմ դիմանում, դուք չգիտեք այս ժողովրդին ինչ է սպասվում»։ Եվ այդ Կալոշյանը, երիտասարդ, մի քանի լեզուներ տիրապետող համալսարանական կրթությամբ թուրքագետը սրտի կանգից մահացավ։ Ովքեր չեն պատկերացնում դա ինչպես է կատարվում, կարդացեք Սուդա Պլատովին։ Եվ դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Բայց նորից եմ ասում, հպարտ եմ, որ Էրեբունի բնակիչ եմ։ Հպարտ եմ, որ Էրեբունին ուղղակի վիրավորեց եւ հեռացրեց Նիկոլ Փաշինյանին։ Հպարտ եմ։ Քոլեջ ես, գնում ես քոլեջում ստիպում ես բոլորը բան, դռները փակում եք, երկոր ստուգում եք քոլեջը, գնում ես հիմար դուրս ես գալիս, փորձում ես արդարացնել, թե ինչու ես ասել Ղարաբաղը մերը չէր, այս մերը չէր, այն մերը չէր։ Նիկոլ Փաշինյան որպես զինվորական, որպես շատ արժանավոր գեներալների հետ ծառայած տեղակալ, ես ծառայել եմ Սերյան Սարոյանի, Մանվել Գրիգորյանի, Լևա Հերանոսյանի, Գարեգին Գաբրելյանի, Պողոս Պողոսյանի գեներալներ իրենց հետ։ Բոլորը արժանավոր գեներալներ են եղել։ Այնտեղ եղել է Տավարացյան Գենա, այնտեղ եղել են տարբեր, հետո գեներալ են դարձել, հա, հիմա կա նաև մի հատ Դավաճան, Բաղդադյան Աբո, որը դավաճանեց իր ուսադիրները եւ հանուն գեներալ ստանալու ազգին դավաճանեց, իր հետ եմ ծառայել, խելոք մարդ էր, ափսոս որ Բաքվից եկած դավաճան էր։ Ասա որ գեներալները այնտեղ հող ունեցել։ Եթե դու չհայտարարես անուն ազգանուն, ուրեմն դու վերջին պոռնկաբարո ստախոսն ես։ Վերջի, եթե չհայտարարեց, ով է ունեցել այնտեղ հող։ Ես Հորադիզի բրիգադի հրամանատարի տեղակալ եմ եղել։ Ես Հորադիզում 93-94 թվականներին կռվել եմ։ Ես Կապանի բրիգադի հրամանատարի տեղակալ եմ եղել, Հորադիզի սպասարկել ենք ամբողջ Հորադիզը։ Արաքսից մինչև Քյանդ Հորադիզ, Աշաղի Աբդուրռախմանլա մենք ենք սպասարկել։ Մեր պաշտպանական գոտին է եղել։ Ես չեմ տեսել այնտեղ մի գեներալ ցորեն ցաներ։ Ես նորից եմ ուզում ասել, որ գյուղում որ դու Կորնիձորում դա հայտարարեցիր, տականք, Կորնիձորը գիտես ոնց են Կորնիձորիցիները պաշտպանը։ Խի մենակ հայրենիքը լավ ապրելու համար է։ Հայրենիքը լավ վայելելու համար է։ Բանիր հացով ուրախ սրտով հպարտությամբ վայելելու համար է, ոչ թե քո նման խաշլամա լափելով չփչփացնելով։ Դա վայելում չի, դա խոզություն է, որը հատուկ է քեզ ու քո թիմին։ Հա, խոզ ասեցի հիշեցի։ Հանճարեղ խոզը, падգամավոր խոզը, ասում է, ով պետք է գնա պաշտպանի, այն բանկաներով
խրամատներում տականք 44-օրյա պատերազմից առաջ 4-օրյա պատերազմի ժամանակ դրված էր էլեկտրական սարքեր, էկրաններ, դիտակետեր, էլեկտրական դիտահսկողական կետեր էր դրված, 10 կիլոմետր հսկում էին։ Հասկացար։ 70 թվականների զենքեր ես ասում, այսօր ամբողջ աշխարհը հիացած է 70 թվականների ռուսական զենքով։ Սրիկաներ։ Ոչ մի, հա Նիկոլ, դու հայտարարում ես ոչ մի բանի կարիք չի եղել պատերազմի ժամանակ։ Ամեն ինչի կարիք է եղել։ Մեքենայի կարիք եղել է։ Վառելիքի կարիք եղել է։ Տանկերի կարիք եղել է, հոպ միջոցների կարիք եղել է, անօդաչու թռչող սարքերի կարիք եղել է, կործանիչ ավիացիայի կարիք եղել է, որը չենք ունեցել, հոպ չենք ունեցել, հոպ, մոբիլիզացիայի կարիք եղել է, չենք ունեցել, սննդի կարիք եղել է, չենք ունեցել, ես մեկ ամիս հադուտի 144 դիրքում եմ եղել։ 100 հոգով սկսել են կռիվ է, վերջում մնացել են 30 հոգի։ Կառավարման կարիք ենք ունեցել ամենագլխավորը, պետական կառավարման, ռազմական կառավարման կարիք, որը դու պետք է իրականացնես չենք ունեցել, որը դու փալաս ես, դու խեղկատակ Ալիևյան փալաս ես։ Ինչի կարիք ենք ունեցել չենք ունեցել։ Ես թվեցի, եթե որևէ բան սխալ եմ ասել, հակադարձին ինձ տականք։ Ափսոսի ճանաչում են չեն թողնում, մոտ գամ, մասսայաբար քո երեսին ասեմ քո կատարած խայտարակությունները։ Ես երեք սպասում եմ, որ դու հաջորդ քայլը կանես, ես կմոտենամ, բայց դու գորգռալով դժգոհ նստեցիր մեքենան ու փախար, որովհետև ժողովուրդը թքում էր քո երեսին։ Նիկոլ Էրեբունին թքեց քո երեսին։ Ուղղակի թքեց, այն աշճան թքեց, որ դու վախկոտի նման փախար։ Ավարտելով խոսքս ուզում եմ ասեմ, սիրելի հայ ժողովուրդ, ընտրեք ում ցանկանում եք։ Մի ընտրեք Նիկոլին, Նիկոլ ընտրեցիք, 300,000 թուրք գալու է, ձեր երեխաների կյանքը վտանգվելու է։ Մի խաբվեք պաշտոնի, մի խաբվեք, որ ձեր տղուն պաշտոն են տվել։ Նիկոլը Օսիպյանին պաշտոն էր տվել, այսօր Օսիպյանին դատում է։ Նիկոլը իր օրոք, իր կողմից պաշտոն է տվել, 80%-ին դատել է։ Արդյունաբերության նախկին նախարարին հիշեք։ Էջմիածնի քաղաքապետին համայնքի ղեկավարին հիշեք, Օսիպյանին նայեք և այսպես շարունակ։ Սա եկել է դատելով, վախեցնելով, այսօր քննչականի պետը, ես չեմ ուզում քեզ վիրավորեմ, բայց դու պատասխան ես տալու, քրգործել թխելու համար, ստախոս սրբազանի նման սուրբին դու կեղծ փաստերով դատեցիր։ Եվ փորձում ես իրավաբանական խուճուճ բաները պահի, պատասխանի ժամանակը գալու դու ես քեզ չեմ ներելու։ Այն անասուն քննիչի հետ քո պահվածքը իմ հարցում չեմ ներելու։ Այդ անասուն քննիչի հետ քո պահվածքը չի ներվելու։ Իժեպ Հայաստանը թրքացավ, դու աշխարհի ոչ մի անկյունում, դուք նիկոլականներ և նիկոլ ընտրողներ, դուք լավոր չեք տեսնելու, և ես ասեմ, ես երկար տարիներ դաս եմ տվել, 170-ի չափ աշակերտ եմ պարապել, բարձրագույն ուսումնական հաստատ, հազարավոր քոլեջներում, ինստիտուտներում դասախոսել եմ, մինչև հիմա էլ մասնավոր դասախոսում եմ։ Ես չեմ տեսել այդպիսի բթություն, այդպիսի անալիտիկ մտածողությունի զուրկ մարդ, որքան լինում են Նիկոլին պաշտպանողները։ Ցույց ես տալիս Նիկոլի ասածը, ասում եմ, չէ, դա ինքը չի ասել։ Ցույց ես տալիս Ալիևի ասածը, ասում եմ,
այդ թուրքի քարոշչությունը։ Ասում եմ լավ, Ալիևն ասում էր միջանցքը տալու են տվես, չէ Նիկոլը։ Ասում եմ չէ, դա ուրիշ է, ասում լսի, Ալիևն ինչ էր պահանջում էր սա ապահովել են, ասում է հա, ասում է չեղա որ տալիս են։ Հետո որ ասենք թե եթե աղբի անունը գրես ոսկի ու աղբը ոսկի չի դառնում։ Սուց ապուշ նայում է, մեկ է էլի, չի հասնում ուղեղին, որովհետև դրանք անալիտիկ մտածողությունից զուրկ են եւ ցավոք սրտին դրանք են որոշում մեր ազգի ճակատագիրը, ցավոք սրտի։ Ես կոչ եմ անում բոլոր արժանավոր հայերին, մտածող հայերին, մտածող, դուրս եկեք ընտրության, միայն դուրս եկեք ընտրության։ Եվ փրկեք այս երկիրը։ Ժողովուրդ, փրկեք քո սեփական երկիրը։ Փրկեք։ Սյունիքը տալու է։ Հայտարարեց, որ Սյունիքը տալու է։ Հայտարարեց, մեղրեցիներ ծափ տվեցին, որ մեղրին հանձնելու է։ Երբ է հանձնելու, ով է հանձնելու, դա հարց է, բայց հանձնելու է ինքը արդեն հայտարարեց։ Եվ հետո ասելու է, ես հայտարարեցի, դուք ինձ ձայն տվեցիք, հիմա ես քաղաքական որոշում եմ կայացրել անելու դա։ Դուք եք ինձ ձայն տվել։ Պետրոսի մոտ ինչ ասես Նիկոլ Փաշինյան, մեղավորը ես եմ ժողովուրդը, չէ՞։ Այդ իշխանությունը ձևավորել է ժողովուրդը։ Վերջ։ Ավարտելով խոսքս ասում եմ, դուրս եկեք ընտրության եւ փրկեք երկիրը։